ողջույններ։ Բարև ձեզ մեր շատ սիրելի երեխաներ։ Հեքիաթի սենյակից ձեզ եմ ողջունում Արևիկը եւ Լիլիթը։ Այո, սիրելի փոքրիկներ, այսօր հեքիաթի սենյակին հյուր են եկել առակները։ Արևիկ, դու զգացել ես մենք վաղուց երեխաներին առակներ չենք ներկայացրել։ Չնայած չէ, վերջերս Լեոնարդո դա Վինչիի առակները, որ շատ երեխաներ չգիտեին, որ Լեոնարդո դա Վինչին առակներն ծանոթացան, բայց մեզ արդեն հայտնի առակները վաղուց չենք ներկայացրել։ Իսկ այսօր կներկայացնենք։ Այսօր ձեզ ենք ներկայացնելու Իվան Կրիլովի առակներից երկուսը, որոնք են Գայլը շնարոցում եւ գայլաձուկը։ Իսկ այդ երկու առակները կներկայացնենք ես, Լիլիթը եւ մեր տաղանդավոր հյուրը Ինեսա։ Ողջույն Ինեսա։ Ինչպես եք։ Լավ, շնորհակալություն։ Ինեսա, մի փոքր կպատմես քո մասին, թե որ դպրոցում ես սովորում, ինչ նախասիրություններ ունես։ Ես սովորում եմ Աշոտ Մանուկյանի անվան թիվի 93 միջնակարգ դպրոցում 4-րդ B դասարանում։ Լավ ես սովորում։ Այո։ Սիրած առակը ունես։ Այո, մայրենի։ Իսկ չսիրած։ Բոլորս լավ է գերադասի։ Գեցես։ Ինեսա, իսկ ինչ նախասիրություններ ունես, ինչպես խմբակների հաջողում ես։ Այո, Բարի, միայն բարի։ Անցած ժամանակ ինչով ես զբաղված։ Դե երևի ազատ ժամանակ երեխաները չեն ունենում, զբաղվում են դասերով, բայց ազատ ժամանակ անպայման պետք է գտնել ընթերցանության համար։ Ես ուզում եմ քեզ հարցնել, հեքիաթներ կարդում ես։ Իսկ ով է քո սիրած հեքիաթագիրը։ Հովհաննես Թումանյան։ Բայց մի հարցի էլ պետք է պատասխանես։ Դու նույն Հովհաննես Թումանյանն ես ճանաչում, թե կան էլի որ ճանաչում հեքիաթագիրը։ Ում Առակագիր, այո, Ղազարո Սաղայանի հեքիաթները վստահ եմ, որ ծանոթ ես նրա Իսկ գիտես մենք այսօր առակներն ենք ընթերցելու։ Այո, արդեն լսեց Արևիկ։ Այսօր Ինեսա ընթերցելու ենք, ինչպես արդեն իմացար, Իվան Կրիլովի երկու առակները՝ Գայլը շնանոցում եւ Գայլաձուկը, բայց մինչ այդ ասենք, որ այս ընթացքում մեզ հետ կլինի Դանեյան Art Studio-ի սան Արփին, ով կպատկերի այս հերոսներից մեկին։ Դե ինչ, սկսեցինք։ Ես կսկսեմ։ Գայլը շնանոցում։ Գայլը ոչխարի փարակի տեքակ, գիշերով հանկարծ ընկավ շնանոց։ Ինչ իրար անցում, աղմուկ, աղաղակ, ինչ հարայրոց, գող է եկել, գող, ասին ու հասան։ Քոտուրը կտանք, այ անխիղճ գազան։ Ամուր փակեցին դուռ ու լուսամուտ, դժոխքի փոխվեց շնանոցը մութ։ Եվ ամեն կողմից եկան, հա եկան, խառն ու խառնաձայն, որն առած մահակ, որը հրացան, որը խաչետկան, որը սուր եկան, էլ հուր ու կրակ, էլ տուր ու տրակ։ Գողը կծկվել է, մեջքն արած պատին, աչքերն են վախից թռել ճակատին, ատամներն են սուր, կրճտում իզուր, աչքերով հիմա կուտեր բոլորին, ոչխարի հոտ է իր դեմ ամպորին, չէ, բանը բուրդ է, քանի դեռ շուտ է, լեզու է թափում, խոսում համոզում։ Ախր ինչ եղավ, ինչ է պատահել, ես ձեր քավորն եմ ու հին սանահեր, հների խոսքն է անցուկ ու մորցուկ, թաց ու չոր ինչու իրար խառնեք դուք, եկել եմ ձեզ մոտ իսեր հաշտության, ոչ թե գժտության, ամբարաշտության, թողեք ես պահեմ ձեր օրնված հոտը, մի փուշ չմտնի ոչ մեկի ոտը, գալի երթումով երթվում եմ, որ ես… Լսիր վերջապես, որ սորդը ասաց, ես արդեն մարդ եմ տարիքս հասած, եթե դու գայլ ես անկուշտ գիշատիչ, ես էլ փորձ ունեմ արդեն շատ թե քիչ, ես քո բնույթը լավ գիտեմ քավոր, այդ երկար ճառը տում է հարկավոր, բարեկամության ես ինքս էլ դեմ չեմ, բայց թե այսպիսի սովորույթ ունեմ, քանի դեռ մորթիդ չի հանված իսպար, բարեկամության մասին ոչ մի բառ, ասաց, որ սորդը ու նայեց խոլոր, չու տվեց կապած շներին բոլոր։ Գայլաձուկը Գայլաձուկը ճարպից ճաքում տեր էր դարձել մի լճակում, ով հանդիպեր պրծում չուներ։ Կյանքը դարձավ սուք ու շիվան, բայց ոչ դատ կա, ոչ էլ դիվան։ Գայլաձկան դեմանողոք, հազար ու մի գանգատ բողոք, բայց ահա
վերջ։ Մի տաշտի մեջ նրան տարան, դատարան։ Եկան տիար դատավորներ, ես չեմ ասի որը որներ, անունները նրանց բոլոր արխիվներում թաղված են խոր։ Երկու զռան, խելքի մարան, երկու յաբու, չորուկ մորուկ, մի երեք այծ, երկար մորուկ, եւ աղվեսն էլ ըստ օրինած, դատախազը դարձավ նրանց, բայց տարածվեց փսփսուկը, թե անորեն գայլաձուկը, ձկներով է հյուրասիրել ու աղվեսի սրտին տիրել։ Ով կարող է ասել ստույգ, փսփսուկին մի լսեք դուք, փաստ է հարցը լուծված, ամեն մի փաստ ապացուցված, հոյզուր չէ այս աղմուկը, պրծուն չունի գայլաձուկը, ոչ պատճառ կա, ոչ էլ ճար կա։ Ու վճռեցին չվարաներ, հանցագործին ցցի հաներ, որ այն մորած դաս լինի, գործոց համար ապորինի։ Օհ, մեծարգո դատավորներ, հանդես եկավ աղվեսը մեր։ Ինչ կախաղան, ինչ ցից, ինչ բան։ Թողեք այնպիսի մի պատիժ տա, որ չի լսել աշխարհն արար։ Խեղդել սրան, գետուն վարար։ Դատավորներն իրար անցան կեցցե աղվեսն ամենագետ։ Խեղդել, թող դաս լինի դա այնուհետև, եւ միաձայն գայլաձկանը նետեցին գետը։ Ինեսա, ինչ խորհուրդ քաղեցիր դու այս առակից, գայլը շնանոցում։ Վերջում ինչ հասկացանք մենք բոլորս։ Հասկացանք, որ պետք չէ վստահել գայլին, չէ որ նա խաբում էր։ Ու կյանքում էլ նաև կարող են լինել գայլեր։ Այո, անշուշտ առակները կարծում եմ մարդկանցի նկատի ունեն առակագիրները, բայց կենդանիների տեսքով են ներկայացված, կերպարներով ավելի ճիշտ, եւ իսկապես էլ, եթե մեր կյանքում հայտնվել է արդեն մի քանի անգամ մեզ վատություն արած մարդ, պետք չէ նրան միշտ ներել։ Ճիշտ է, ներելը շատ լավ հատկանիշ է, բայց միշտ չի կարելի ներել։ Բայց ոչ միշտ։ Այո, եւ քննարկենք նաեւ գայլաձուկը։ Այստեղ էլ տեսնում ենք աղվեսի խորամանկությունը եւ բոլորը հայտնվում են հիմարացված վիճակում։ Կյանքում էլ է այդպես, երբեմն մարդիկ կուրորեն հավատում են ինչ-որ մեկին, բայց հետո հասկանում են, որ խաբվեցին։ Տեսեք, ավելի լավ լուծում չէր կարող գտնել աղվեսը գայլաձկան համար, ասեց խեղդենք ջրում։ Այսինքն գայլաձուկը իրեն շատ լավ է զգում ջրում, նա հենց ջրում է ապրում։ Այնպես որ սիրելի երեխաներ, ուշադիր եղեք կյանքում բոլորին, ամեն ինչին, երևույթներին, կաշառելուն, մի խոսքով շատ հետաքրքիր եւ մեծ խորհուրդով առակներ մենք այսօր ընթերցեցինք։ Իսկ հիմա երևի թե ժամ 9-ա դու ինչ-որ բան ավելացումներ ունես, ուզում ես ինչ-որ բան ասել։ Ոչ։ Դե ուրեմն երևի ավարտենք մեր հաղորդումը, բայց մինչ այդ ներկայացնենք թե որ հերոսին է պատկերել արփին։ Այո։ Սիրելի փոքրիկներ, իսկ դուք մեզ նաև կարող եք դիտել YouTube-ում գրելով Հեկեցի Սենյակ հայետը կամ Լատինատար։ Եվ այդտեղ կարող եք գրել ձեր կարծիքները մեր հաղորդման մասին։ Եվ մինչ ավարտը մենք պետք է նաև շնորհակալություն հայտնենք Կլուբ Կապիտալին, որը աջակցում է մեր հաղորդմանը։ Դե ինչ սիրելի երեխաներ, եկեք միասին հրաժեշտ տանք փոքրիկներին։ Ցտեսություն։